Շարունակել եմ իմ ծառայությունը իմ ժողովրդին Հովանավանքում։ Կարգալույց հռչակված Տեր Արամ Քահանան չի պատրաստվում հեռանալ Հովանավանքից, եւ եթե Մայրաթորը այսօր մինչեւ երեկո չչեղարկի նրա կարգալուծության որոշումը, միանում են Նիկոլ Փաշինյանի հակակաթողիկոսական արշավին։ Արդեն պարզ է դառնում, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը ինչ ասում է, ճիշտ է ասում։ Իսկ ես ճշմարտության կողքին եմ լինելու։ Այո, սատարելու եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Մայրաթորի կարգապահական հանձնախումբը քահանային կարգալույծ է արել այն հիմնավորմամբ, որ նա դրժել է հնազանդության ուխտը։ Իր հայտարարություններով վարկաբեկում է եկեղեցին ու ծառայակիցներին, վերջին մեկ ամսում պատարակներ է անում շրջանցելով վեհափառի ու թեմի առաջնորդի հիշատակության հատվածները։ Պատարակը չի կրճատվել, ես միայն կրճատել եմ առաջնորդի հատվածը, որովհետև ես չեմ սիրում կեղծավորություն անել։ Կարգալույծ հռչակված քահանան պնդում է իրեն անհիմն են զրկել քահանայական կարգից առանց իրեն լսելու։ Մայրաթորից նրան հրավիրել էին նիստին, սակայն նա հրաժարվել էր, թե պատճառն ասեք։ Եվ ահա Տեր Արամը երեկ համաձայնել է մասնակցել նիստին, բայց այսօր արդեն կարգալուծության որոշումներ։ Ով է ինձ հեռացնողը։ Դատավորներն անաչառ չեն, պնդում է նախկին քահանան եւ ապացույց է համարում հենց վերջին ձայնագրությունը, որ տարածեց իշխանական լրատվամիջոցներից մեկը։ Այդտեղ կարգապահական հանձնախմբի ատենապետին նախկին հոգեվորականը պատմում է, որ ամենայն հայոց կաթողիկոսը հարկադրում է ընդդիմության ցույցերին մասնակցել։ Փաստորեն այս մարդը անգամ ворթեկուրույս մոր ցավը չի հարգում եւ այդ ցավի մեջ փորձում է օգտագործել, այս տղայի ապագան վտանգի տակ դնելով, որ գնա ու քաղաքական ելույթ ունեցիր, գոռալով Նիկոլ Դավաճան։ Եվ ընդհանրապես ասում է, դեռ շատ բան կիմացվի Արագածոտնի թեմի առաջնորդի վերաբերյալ քննչական կոմիտեում քննվող գործի վերաբերյալ։ Ասում եմ, այս ամեն ինչ որ կլուսաբանվի, ցնցողա լինելու մեր հասարակության համար։ Կարգալույծ հռչակված Տեր Արամը վստահեցնում է, շուտով իրեն կարդարացնեն այն մարդիկ, որ Հուդա էին անվանում, ինքը Սուրբ գրքյան կանոնները չի խախտում, միայն ճշմարտությունն է ասում։ Այդ դեպքում ինչու էր հերքում, որ քննչական կոմիտե է հրավիրվել, ստել է։ Այո, քննչական կոմիտեն ինձ հրահանգել էր, որ իմ գնալու մասին որևէ մեկը, ոչ լրատվամիջոցները եւ որևէ մեկ անձ, ոչ ինձ չեք կանչել։ Տեսեք, այս պարագայում ես իրավունք չունեմ խախտելու օրենքը։ Այսօր մեր նկարահանման պահին Հովանավանքում մկրտության արարողություն էր։ Մկրտում էր քահանայական կարգից զրկված Տեր Արամը։ Նույն վանքի մյուս քահանան Տեր Սարգիսը, որ օրեր առաջ նույնպես բերման էր ենթարկվել, մի ծառի տակ ծանր մտքերով նստած էր։ Վանքի տարածքում շուրջ 1 տասնյակ ոստիկաններ էին, ասացին եկել են մոմ վառելու, իսկ քահանան ասաց ինքը չի կանչել, բայց ճիշտ է, որ այստեղ են, գուցե բախում լինի, գուցե նոր հոգևորական ուղարկի Մայրաթորը։ Փորձեր կանեն, իրենք նաև ժողովրդի ուժը կզգան։ Եթե որևէ պահի պետք լինի, օհանավանցիների ոչ միայն օհանավան, դուք այստեղ 10,000-ից ավել մարդ կտեսնեք։ Այդքան բնակչություն, որոնք գալու են, այդքան հավատացյալներ կան։ Այո, ես զգուշացնում եմ, ես կատակ չեմ անում եւ այն ինչ որ այսքան ժամանակ եղել է, էլի կատակ չի եղել եւ իրենք տեսնում են, որ ես կատակ չեմ անում եւ շարունակության համար ասում եմ, որ զգուշ լինեն։ Տեր Արամ քահանան ըստ Մայրաթորի որոշման այսօրվանից աշխարհական է, նա ոչ թե Տեր Արամ է, այլ Ստեփան Ասատրյան։ Այս որոշումը սակայն ընդունելի չէ ոչ միայն Ասատրյանի, այլև Հայաստանի վարչապետի համար։ Առաջիկա կիրակի օրը հոկտեմբերի 26-ին Հովանավանքում մասնակցելու եմ Տեր Արամ Քահանա Ասատրյանի կողմից մատուցվող Սուրբ Եվանմա պատարագին։ Իդեպ կարգալույց հռչակված քահանան օհանավանցիներին դեռ 1 շաբաթ առաջ թաղման արարողության ժամանակ էր հրավիրել վարչապետի հետ հանդիպման։ Գյուղում այսօր տեղյակ չէին Մայրաթորի որոշման մասին։ Տեր Արամն այսօր կնունք է արել, մի հանգուցյալի ճանապարհել, ոչ ոք չի ենթադրել, որ մի բան այն չէ։ Մի քանի հոգու հետ զրուցեցինք, ասացին՝ չի հեռանա, չեն թողնի, կջարդեն ճուզողներին։ Լակոշկով տես, ինչ արետի, ծաղկցրերա, թոտ չեռանա, անչիմ տիեռանա, կեզ սաղ կլնեն սաղինեք ջարդեն։ Ջարդելը ինչ նկատի ունեք։ Որտև մեզի ծերնտույա, խելո, կնազանդ, լավ տետեր։ Տեր Արամը լավ հոգևորա, բարի, կամեցող։ Վատ են արել, Տեր Արամին ժողովուրդը սիրում է, ով որոշ է, ինչա որոշ է, Տեր Արամը մեր Տեր այրն է, տենց էլ նելու է, լավ մարդ է։